Մեր երկրում շատ դժվար է, ահավոր դժվար է այդ հարցը կազմակերպել, որտեվ մենք սենց տենդենս չենք սիրում բժշկի գնալ, այնէլ ուր գնալ սեքսոլոգի մոտ, այդ մի հատ ուժեղ պատմություն ա չէ։ Չեմ կարող ասել, պետք է երևի ինչ-որ տարբերակ գտնել տղամարդու հետ խոսել։ Ես տեսեք, մնում եմ շատ հաճախ ունենամ նաև կին պացիենտներ, ովքեր գալիս են ես վերջերս ես այդ թեմայի շուրջ խոսել, կիսվել, պատմում իրենց խնդիրների մասին, օրգազմի բացակայություն եւ այլն եւ հարցում է տղամարդու մոտ է սեռական խնդիրը։ Ուղղակի տղամարդիկ այսպես թեմպես դժվարանում են։ Ըստ խնդիրը գիտեք, ես կարծում եմ, որ այդ տաբու դարձած երևույթների մեջ է սեքս, սեռականություն, սեռական կյանք եւ այլն բան մեր մենք մի քիչ թե որ ավանդույթներ պահպանած ժողովուրդ ենք հիմա իհարկե այդքան էլ շատ այդ ամեն ինչին հետևող չկա, բայց ամեն դեպքում այդ ամրապնդված բաները կան, որ դժվարություն է թեմայի մասին խոսել, դժվարություն տվյալ մասնագետի մոտ գնալ, դուք չեք պատկերացնում մարդիկ ինչքան կոմպլեքսավորված եւ վատը զգալով են իրենց միջանցքում նստում, երբ որ պետք է իմ մոտ մտնեն ու չգիտեմ, ժամանակից շուտ են եկել, ուստի պետք է սպասեն միջանցքում, կոմպլեքսավոր ես դուրս ներսում տենում եմ, մարդը իրան վատ ազգում, մեկը ակնոցա դրել, մեկը գլխարկով դեմքը փակել, չի ուզում որ տենան։ Ես այդ ամեն ինչ սա հասկանում եմ։ Ուղղակի գիտեք ոնց է շատ դժվար է հասնել այն մակարդակին գիտակցելու համար, որ քո խնդրի համար դու պետք է պայքարես, որ լուծում ստանա, որ միջանցքում նստած մյուս մարդիկ ունեն իրենց խնդիրները, մեկը գաստրոենտերոլոգի մոտ է, մեկը քիթ կոկորդի մոտ է, մեկը նյարդաբան, ամեն մարդ իր խնդրելով եկել է հիվանդանոց, մյուսներին, սիրելիներս չեն հետաքրքրում, թե դուք սեքսոլոգի մոտ եք սպասում, թե ում մոտ եք սպասում։ Ամեն մարդ իր խնդրով է եկել կլինիկ, ամեն մարդ ուզում է իր հարցը լուծում ստանա, քանի դեռ դուք շարունակում եք մտածել, որ բոլորին հետաքրքիր է այն փաստը դուք ինչ եք եկել սեքսոլոգի մոտ, ձեր հարցը լուծում չի ստանա, որտեղ դուք միշտ կոմպլեքսավորվել եք այդ ամեն ինչից։ Առաջնահերթ մտածեք ձեր առողջության մասին, մտածեք ինչ անեք, որ դուք ձեզ լավ զգաք, որ ձեր հարցը վերականգնվի։ Այդ արդեն կկոչվի խնդրի լուծման ընթացք գոնե։